Ասյանը ձեր քաղաքապետ ընտրվեց, գոհ եք։ Շատ լավ է։ Ինչ եք սպասում նրանից, որ անի։ Քաղաքին էլ տեղ կեղի, քուրիկ ջան։ Այդ որ նոր եղել է, ինչ երը։ Ինչ արել։ Ինչ երը։ Վատ բաներ են արել, հա։ Բայց ինչ են երը, ժողովրդի մար ինչ են երը։ Մի օքի նոր եղել է դիք Վարդանն է, որտեղ ցույց կտաս թե Վարդանն է սարքես, երկար տարի ստեղ չեմ եղել։ 30 տարուց ավել։ Եկել եմ գնաց Երևան աշխատակ է չկար, եղ եմ աշխատում։ Բայց ինչքան կուգայի խոսքի քաղաք վերայգը բանեմ ցույց կտայքսին Վարդանի վախտով եղել։ Իսկ դոնց վախտով ինչ է եղել։ Բայց քաղաքացիական պայմանագիր ասում է շենքեր իր անունով արել, թալանել է, հիմա էլ ապօրինի գույքի բռնագանձման օր։ Սա սուտ է, ցավը տան, պես բան չի եղել։ Ես քաղաքի տղա եմ։ Շատ լավ գիտեմ ամեն ինչն է։ Դիք սա պանիկաներ է։ Այդ կեղտ լուրեր են լրիվ սա։ Ինչ օրել եք սեն Վարդանները, ժողովուրդը պրոստը մանրաժ է։ Այդ մարդն է տերեղը քաղաքին։ Ես ոչ թե ինչ որ yaman գիտի, չէ, պես չէ։ Իրոք քաղաքին ցավացող մարդ որ եղել է ժողովրդին։ Երեխեքից բռնած, ուսանողներից բռնած եւ այլն եւ այլն։ Դե իր ընտանիքը պայրն չի ուրիշներին կպայր։ Երել է այդ մարդը։ Բայց 17000 գյումրեցի ձայն տվեց նաեւ Սարիկ Մինասյանին, ԿՊ-ի տեխնացուին։ Դե արդեն ես չեմ կրնասեմ, դի իրանց խնդրեմն է, բայց դե որ իրոք Վարդանը պետք է մնա քաղաքապետ, դի հետո կզգան ժողովուրդը իրոք պետք է ինքն եղներ։ Ցավակ է այդ մարդը, ժողովրդին ցավակ է, գյումրեցի տղա է։ Իրոք կցավը ազնվությամբ։ Ամեն մի մարդու հետևից է ընկած մանե եկե կդել է բերել է տվե կանչի օգնել այդ մարդը ժամանակին բոլորին։ Իսկ կրիմինալ, որ ասում են կրիմինալի։ Դո չէ, քուրիկ ջան, պես բան չկա, ցավը տանը։ Մենք ասենք մարդը ճիշտ նոր խոսակը կրիմին, ամի այսօր ճիշտը խոսամ։ Ես 30 տարի դուրս եմ ապրել։ Ամի ես եմ կրիմինալիստ, եկել եմ Հայաստան։ Դիք ինչ կապ ունի, դիք սուտ բաներ է։ Պես բան չկա, նախանձը շարժվի կը մարդկանց մետը չի կարելի։ Այդ մարդը իրոք կսեմ, ազնվությամբ, ցավագը։ Իրոք ժողովրդի Մյուսները օքին է եղել։ Ամի ում սա Պալասանյան Սամվելս է, մորինս է։ Սարիկ Մինասյան։ Ես չգիտեմ, ինքը բանն է աշխատել, սոցիալությունն է աշխատել, ինձ խապել է։ Հա։ Անպայման, երկու տարվա թոշակս գնաց կորավ։ Իրա պատճառով։ Հենց իր սոցիալությունը չպտար թոշակս։ Ո՞վ դիտար։ 2 տարի, իբր 5 տարի ես ռուսական հիմնարկն եմ աշխատել, շինարար մարդ եմ եղել։ Հա, այդ ընդեղ Ռուսաստան կորցել է աշխատանքային գրքույկս եւ այլն։ Եկ ասեցին այդ 5 տարի չկա, արխիվը հրաժարվավ, խրգեցին Երևան, դոկումենտները, թղթերը այդտեղ Սարգին թիմեցի եւ այլն, հրգեց դադապաշտպանի մոտ, գնացի դադապաշտպանին, դադապաշտպանը գցե 50 նա 50, գցեմ ինչը աղջիկ ջան։ Ինչը 50 նա 50։ Ես ես հարստան 50 նա 50-ը որն է, որ պետք է օգնենցի Սարիգնի ղրգե։ Վերջում ստիպացին գնա դադարան դուր։ Հա, յակենի յաչիենի։ Գնաց 2 տարի թոշակս կորավ։ Մի նոր բան ծերության թոշակ ստանալ 65 տարեկանով։ Բայց ասում են Սարիկը ընդամենը կարճ ժամանակ ԺՊ եղավ, ժամանակավոր պաշտոնակատար, լուսավորեց փողոցները, այնտեղ 58 թաղամասներ, թե անի թաղամասներ, մի խոսքով բարեկարգ է։ Արդեն ցավը տանը, մերել է Վարդանի շնորհքով, այդ Վարդանն նոր եղել է, ես հələ ստեղ չեմ եղել, բայց գնաց եկել եմ, միշտ է ցույց են տվել մարտիկ, բոլորը չփվել եմ, մարտիկ էլի ազնվությամբ եղել է, շատ բաներ է։ Որտեղ ժողովուրդը տակ է, թե մանրաժ է, որն է իրապես երը։ Հələ մի բան եմ քաղաք ցույց տվեք որ թե արձաններից, թե եկեղեցուց, թե ամեն ինչից, այգիներից բռնած, լուբոյտեղ, որ մեն մադը չի զարգե Վարդանը։ Իրա շնորհով է եղել։ Ամի որին ցույց տան, Պալասանյան Սամվելի դուրք դրիկ պիվի կորզանի պաբիտումն է, էնի գնորն է։ Սա առե ժողովրդին հետաքրքրություն չկա դոր մեջ։ Բայց Վարդան Ղուկասյանն այնպես չի, որ այսպես միանշանակ ընտրվեց, 50+ ձայն չհավաքեց եւ նրան ընտրեցին ըստ էության ընդդիմադիրների ձայները, Մարտուն Գրիգորյանի ձայնը որոշիչ եղավ, ինչ կասեք ես։ Դե մի սենք խոսքի վերջ այդ մարդն է զգաց, որ իրոք Վարդանը պետք է ընդրվի, որովհետեւ քաղաքին ցավացող այդ մի մարդն է եղել։ Ես չգիտեմ, ուրիշ բան չեմ կա։ Իմ ծանոթներս, իմ մոդիկներս, իմ ամեն բոլոր մարդիկ, ով որ ես գիտեմ, այդ մարդիկ է, բոլորն է համաձայնել որ ինքն եղներ։ Եղավ Վարդանն եղներ։